Չէ, կներեք կլինգը եչինք, պրոստը կլինգ, նորից կհարցնեք։ Սպասեք ստամ։ Ու ինքը տեսեք ինչ որակով է, իհարկե երևում է, որ ինքը AI է, լիքը այստեղ բաներ կան, որ կարաս տեսնես, որ մշակութային շոկ ապրեն մեր ունկնդիրները, հետո։ Շարունակում ենք։ Ահա։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք, արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես հարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Այսօր կինոն եւ արվեստը կանգնած են շատ լուրջ շրջադարձի առաջ, քանի որ արհեստական բանականությունը մուտք է գործում նաեւ այնտեղ։ Այս թողարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կինոն եւ արվեստը։ Այսօրվա իմ հյուրն է ռեժիսոր եւ AI արտիստ Աննա Անդրիևսկայան։ Ողջույն Աննա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Աննա, ինչպես ստացվեց, որ դուք սկսեցիք օգտագործել AI գործիքներ։ Իրականում ուղղակի հետաքրքրություն էր, ես փորձեցի, իմ մոտ ստացվեց վատ, ես հասկացա, որ պետքա ինչ-որ դասընթացներ անցնեմ, որոշեցի AI կուրս անցնեմ ու այդ կուրսը փոխեց իմ կյանքը, հենց բուն կինո ստեղծելու մասին էր այդ կուրսը ու լրիվ ուրիշ աշխարհ բացահայտեցի իմ համար։ Ցանկացած իմ միտք, ցանկացած իդեա, որը գալիս է, ես նույն պահին, նույն երեկոն կարամ նստեմ ու այդ իդեային կյանք տամ։ Այս դեպքում հեղինակը ով է, դուք, ալգորիթմը, թե երկուսով։ Պատասխանելով ձեր հարցին, կարող եմ ասեմ, որ նայած որ հարցերում լինում է, որ դու շատ արագ գեներացնում ես ինչ-որ շաբլոն պրոմպտով, ուրիշի պրոմպտով, դա բնականաբար արդեն դու չես հեղինակը։ Եթե դու հավաքում ես mood board, հավաքում ես ռեֆերենսներ, դու ունես քո օրիգինալ իդեան ու դու այդ իդեային կյանք ես տալիս, բնականաբար արդեն առանց քեզ, եթե առանց քեզ դա չէր լինի, ուրեմն դու ես հեղինակը։ Այժմ հասկանանք, թե AI-ը ինչպես է փոխում կինոն եւ արվեստը։ Այսօր արհեստական բանականությունը ոչ միայն գործիք է, այլև նոր կարևոր դերակատար արվեստի եւ կինոյի աշխարհում։ Այն կարող է ստեղծել կադրեր առանց նկարահանման, կերպարներ առանց դերասանների եւ տեսարաններ առանց դեկորացիաների։ Սակայն AI-ի մուտքը արվեստ եւ կինո նորություն չէ։ Առաջին փորձերը սկսվել են դեռևս 1960-ականներին, երբ համակարգիչներով ստեղծվում էին գեներատիվ նկարներ, իսկ արվեստագետները ծրագրային կոդը օգտագործում էին որպես ստեղծագործական լեզու։ Կինոյի արհեստական բանականությանը մոտ տեխնոլոգիաները լայնորեն կիրառվեցին 1990-ականներին, վիզուալ էֆեկտների, համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված կերպարների եւ թվային միջավայրերի ստեղծման ընթացքում։ Այսօր AI-ը արդեն ներգրաված է սցենարների մշակման, վիզուալ էֆեկտների ստեղծման, մոնտաժի գունային մշակման եւ նույնիսկ դերասանների ձայնի եւ արտաքնի վերականգնման մեջ։ Այն օգնում է ռեժիսորներին արագ փորձարկել գաղափարներ եւ պատկերացնել այն, ինչ դեռ երեք հնարավոր էր միայն երևակայության մեջ։ Թեև հարցերը միայն շատանում են, սակայն ակնհայտ է, որ AI-ը փոխում է կինոյի եւ արվեստի լեզուն։ Իսկ թե այդ լեզուն կխոսի մարդու հետ թե մեքենայի ձայնով, որոշում է միայն ստեղծագործողը։ Այս հարցը շատ եմ հնչեցրել, բայց կարծում եմ կարևոր է հատկապես ստեղծագործ մարդու համար։ Արդյոք արհեստական բանականություն շատ օգտագործելը մարդու ստեղծագործական այդ անհատականությունը չի նվազեցնի։ Բնականաբար կնվազեցնի, եթե արհեստական բանականությունը օգտագործվի զուտ նրա համար, որ օգտագործվի արհեստական բանականություն։ Այդ նույն բանը մենք կարող ենք տեսնել, երբ որ ֆիլմերի մեջ CGI-ը օգտագործվում է զուտ, որովհետև նրանք ունեն այդ գումարը, ունեն այդ հնարավորությունը ու մենք մեր աչքով տեսնում ենք, որ ուղղակի ստեղ կարար չլիներ, ստեղ կարելի էր old school ձևով նկարել։ Հիմա նույնը վերաբերվում է արհեստական բանականության։ Արհեստական բանականությունը գործիք է։ Նկարահանման ընթացքում մենք կանգնում ենք որոշ խնդիրների առաջ, հիմա արհեստական բանականությունը տալիս է հնարավորություն այդ խնդիրները լուծվեն։ Եթե մենք օգտագործում ենք մեր վիդեոն, մեր ֆիլմը ջոխացնելու համար, որոշ սխալներ ուղղելու համար, այո, չեմ կարծում, որ կարապ չացնի, բայց եթե դա օգտագործվում է ուղղակի առանց որևէ պատճառ,
ինձ թվում է կկորի մարդու հետքը։ Աբո կինոյում արդեն հնարավոր է ստեղծել դերասաններ, դերասանների նմանակներ, շատ բնական միջավայրեր։ Քո կարծիքով որտեղ է այն սահմանը, որտեղից սկսած մարդը պետք է կանգ առնի։ Սահմաններ չկան, չեն կարող լինել հատկապես ստեղծագործելու առումով։ Ինչու սահմաններ գծել, եթե տիեզերքն անսահման է եւ հենց անսահմանությունն է ստեղծագործելու միակ պատճառն ու պայմանը։ Հնարավոր չէ ստեղծել նորն ու գեղեցիկը սահմանների մեջ։ Աննա, AI օգտագործող ռեժիսորը ինչով է տարբերվում AI չօգտագործող ռեժիսորից։ Ինչպես ասացի, իմ կարծիքով AI-ը գործիք է ընդամենը։ Հիմա ռեժիսորներ կան, որոնք ավելի old school են, նրանք չեն ընդունում AI-ը, ուզում են մնան հավատարիմ հին գործիքներին, անալոգովի, հա, աուտենտիչնի, իսկ կան ռեժիսորներ, ովքեր որ ընդամենը ժամանակի հետ միասին ուզում են քայլեն եւ օգտագործեն բոլոր այն լավ բաները, որը պրոգրեսը առաջարկում է։ Ինձ թվում է ընդամենը դա է տարբերությունը ոճային նույն Ուես Անդերսոնի ֆիլմերը, որ մենք նայում ենք ու վայելում ենք, որովհետև շատ գեղեցիկ են նրանք, իր ոճը, իր էսթետիկան մեզ բոլորին դուր է գալիս ու ինքը տարբեր է ֆիլմից ֆիլմ, տարբեր է, չնայած որ ինքը ունի ընդհանուր ձեռագիր։ Մեկ այնտեղ կա CGI, որը ժամանակի ընթացքում ընդամենը կփոխարինվի AI-ով, որը ուղղակի ավելի արագ է, ավելի հեշտ է։ Խոսքը փոխանցեմ իմ գործընկերոջը եւ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Չինաստանը մշակել է նոր կանոնակարգեր մարդանման AI համակարգերը վերահսկելու համար։ Չինաստանի կիբեր տարածությունը կարգավորող պետական մարմինն անցած շաբաթ հրապարակել է մի նախագիծ, ըստ որի մարդուն նմանակող եւ օգտատերերի հետ հուզական շփում հաստատող արհեստական բանականության ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը նկատելիորեն խստացվելու է։ Նոր կանոնները կտարածվեն այն բոլոր ծառայությունների վրա, որոնք նմանակում են մարդկային մտածելակերպն ու հաղորդակցման ոճը, շփվելով օգտատերերի հետ տեքստի, պատկերների կամ տեսանյութերի միջոցով։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի կանխատեսմամբ, գերհզոր արհեստական բանականության ստեղծման ճանապարհին հաջորդ մեծ ձեռքբերումն է լինելու AI կողմից անսահման եւ կատարյալ հիշողություն ձեռք բերելը։ Մինչ այժմ ոլորտի ջանքերը կենտրոնացած են արհեստական բանականության տրամաբանական կարողությունների բարելավման վրա, սակայն Ալթման ակնկալում է, որ արդեն 2026 թվականին AI-ն ի վիճակի կլինի հիշել մարդու կյանքի բոլոր մանրամասները։ Սիրով, Abo News։ Իսկ ինչ կասեք դերասանական խաղի մասին, արդյոք AI-ով գեներացված այդ դերասանը կարող է նույնքան լավ խաղալ իր դերը, որքան որ իրական դերասանը։ Եթե խոսքը գնում է գլխավոր դերասանների մասին, առաջի պլանի դերասանների մասին, ես չեմ կարծում։ Հա, AI-ը կարող է օգտագործվի մարդուն ծերացնելու կամ ջահելացնելու համար, բայց փոխարինել, Հոլիվուդում շատ մեծ սկանդալ է եղել, քանի որ արդեն կա առաջի AI դերասանուհի, ու սովորական մարդիկ, դերասաններ, նրանք հավոր նեղացան, վիրավորվեցին։ Ես կարծում եմ կարող է ինչ-որ որոշ մի ժամանակ էքսպերիմենտներ լինեն դրա հետ, բայց հետո մարդիկ կհասկանան, որ դա պարզապես չի աշխատում, քանի որ AI էմոցիաները, AI ընդհանուր պատկերը դու չես կարա երկար դրան նայես, մեկը դու ձգտում ես տեսնես մարդկային էմոցիաներ, միկրոմիմիկա, չնայած ինքը հիմա կարողանում է շատ լավ գեներացնի, մեկը դաժե անգամ մասնագետ պետք չի լինել, որ տեսնես ու տարբերես։ Բայց եթե ամփոփեմ այս միտքը, կարող եմ ասել, որ ուժեղ մասնագետները, ուժեղ դերասանները, ուժեղ ռեժիսորները, ուժեղ մոնտաժողները, նրանք ավելի կուժեղանան AI-ի շնորհիվ։ Կինոյին եւ արվեստին վերաբերող ինչ հետաքրքիր գործիք կարող եք ցույց տալ։ Մենք հիմա կպատկերացնենք, որ մենք կինո ենք նկարահանել ու մենք կփոխենք AI-ի շնորհիվ հենց վիդեոյի մեջ։ Փորձենք։ Այո։ Ես աշխատում եմ Syntax AI-ով, ինքը կոչվում է ագրիգատոր, ստեղ հավաքված են համարյա բոլոր հայտնի նեյրոցանցերը, ու ես կարող եմ աշխատել նրանց հետ առանց ամեն մեկին առանձին գումար վճարելով։ Հիմա եկեք կադր ստեղծենք։ Ինչ ստեղծենք։
Մենք կարող ենք համ լյուբոյ վիդեո վերցնենք մեր արխիվից, կարճ է, շատ երկար չէ, կամ կարող ենք հիմա մենք զրոյից վիդեո ցույց տանք ոնց է Կարող ենք ֆիլմի կերպար վերցնել։ Կարող ենք այդ ֆիլմի կերպարը հիմա տեղափոխենք, օրինակի համար, չգիտեմ, Կրիմինալնա Չտիվը ֆիլմը Մենք կարող ենք որոշել ենք Անաբել Տիկնիկին վերցնենք հեռախոսով, երբ խոսում ենք, կարող ենք ստանալ։ Հա։ Հենց կադրը թե մենք գեներացնենք Անաբել Տիկնիկին առանձին։ Ոնց ավելի հետաքրքիր կլինի։ Եվ այսպես բացում ենք Syntax AI, դուք կարող եք ցանկացած, եթե մեր ունգնդիրները ուզենան կրկնեն, կարա ChatGPT-ով ստեղծվի, կարա Midjourney-ով, Gemini-ով։ Հիմա մենք բացում ենք Nano Banana Pro։ Այստեղ կարելի է թե ռուսերեն գրել, թե անգլերեն, ինքը նույն ձև ճիշտ հասկանում է։ Ու մենք ուզում ենք կուկլա Անաբել на пляже։ Կարող ենք նշել, որ ինքը общий план, море, солнце и коктейль։ Коктейль, да, у него в руках коктейль։ Փորձենք։ Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Վստահ եմ։ Ահա, արդեն ստացեց։ Սպասեք, ստամ։ Ու ինքը տեսեք ինչ որակով է։ Իհարկե, երևում է, որ ինքը AI է, լիքը այստեղ բաներ կան, որ կարաս տեսնես։ Ինքը Շատ լավն է։ Քաշում ենք մեր Անաբելին ու գնում ենք այստեղ վկլադկա վիդեո։ Մենք գնում ենք կլինք, բայց կարելի է օգտագործել ցանկացած նեյրոցանցերից մեկը, քաշում ենք իրանց տեղ, ընտրենք image to video, իդեպ կան անվճար տարբերակներ, օրինակ կարելի է գնալ գրոկ, ու նույն բանը փորձենք երկու նեյրոցանցերով տեսնենք ոնց են իրանք անում։ Հիմա մեկը գցում ենք գրոկ ու թույլ ենք տալիս, որ ինքը որոշի ինչ է լինելու, ինչ շարժում է լինելու։ Բասոն AI իր սեփական հայեցողությունն էլ ունի։ Այո։ Գրոկը երբ որ գցում ես, ինքը միանգամից ինքն է որոշում ինչ է անում, դու կարող ես գրես, իսկ ստեղ օրինակ կարող ենք գրել Кукла Аннабель на пляже пьет коктейль։ Okay, շատ դժվար բան չանենք, տեսնենք ինչ անում։ Այստեղ օրինակ կան նեյրոցանց, որը անգամ ձայնով է, ինքնաձայնը որոշում։ Ու մեր մոտ ստացվեց այսպես, հա, ուղղակի ինքը խմում է։ Հիմա տեսնենք կլինգը ոնց արեց։ Կլինգը դեռ գեներացնում է, տեսեք։ Ու սպասենք։ Օրինակ հիմա կարող ենք համեմատել անվճար գրոկը ու կլինգը։ Կլինգը ավելի փափուկ է, ավելի կինոշնի է, բայց չնայած գրոկին էլ մենք կարող ենք նույն ձև ասել, որ մենք ուզում ենք zoom in, плавный наплыв եւ այլն։ Աբո Աննան տեսար թե ինչ արեց, նա փորձեց Անաբել Տիկնիկին տեղափոխել լրիվ այլ միջավայր, ըստ քեզ նա լավ գործիք իրարեց եւ դուր եկավ քեզ նրա արածը։ Աննան այնքան լավ AI գործիք է ընտրել, որ մի տեսակ սկսեցի համակրել Անաբել Տիկնիկին այս նոր ու անսովոր կերպարով։ Ծովափին հայտնված սարսափ տիկնիկը կարծես ասում է. ես էլ ունեմ արձակուրդի եւ կոկտեյլ խմելու կարիք։ Հիմա Աննան կարող է հպարտորեն ասել, որ նույնիսկ սարսափ ժանրի հերոսները նախընտրում են նրա ընտրած տեխնոլոգիան։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը կինոռեժիսոր AI արտիստ Աննա Անդրեևսկայան էր։ Իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամներ։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք։